Ողջույն, եթերում առողջարարն է։ Սա առողջապահական հարթակ է, որտեղ մենք մասնագետների հետ քննարկում ենք ամենատարբեր հարցեր։ Անդրադառնում ենք ոլորտի նորություններին, քննարկում տարբեր հիվանդություններ, ներկայացնում ձեզ դրանց բուժման վիրահատական եւ ոչ վիրահատական մեթոդները։ Մենք հանդիպում ենք յուրաքանչյուր շաբաթ 21:00-ին։ Առողջարարի տաղավարում մենք այսօր զրուցել ենք մի շատ կարևոր հետազոտության մասին, որը շատ մեծ պահանջարկ է վայելում, կարծես թե այսօր հանրության շրջանում։ Դա ՄՌՇ հետազոտությունն է, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան կամ ինչպես ժողովուրդն է հաճախ սիրում ասել, ՅԱՄՌ-ը։ Թեմայի հետ կապված, թե ինչ հետազոտություն է, ում համար է նախատեսված, որ հիվանդությունների դեպքում է ցուցված, մենք զրուցելու ենք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի ՄՌՇ ծառայության ղեկավար Անուշ Մարալյանի հետ։ Բարև ձեզ բժշկուհի, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերքի համար։ MRT ՄՌՇ հետազոտություն, ինչ է իրենից ենթադրում, ում համար է այն նախատեսված։ MRT-ն այո ճիշտ եք ասում, բավականին ինֆորմատիվ մեթոդ է այսօր հանդիսանում եւ իրապես պատասխանում է բավականին լուրջ հարցերի, որոնց պատասխանը մենք կգտնեինք շատ ավելի բարդ, եթե չկարողանայինք օգտագործել MRT-ն։ Որ դեպքերում է օգտագործվում, ցանկը բավականին երկար է, սկսած կենտրոնական նյարդային համակարգից, հենաշարժական համակարգի օրգաններից, հոդեր, ողնաշար, ինչպես նաև ներքին օրգանների։ Այսօր մեծ քայլերով սկսում ենք օգտագործել նաև սրտի MRT-ն, թոքերի MRT-ն, աղեստամոքսային տրակտի MRT-ն, եւ սրանք դառնում են մեր կյանքի բժշկական առօրյայի անբաժան մասը։ Եթե ճիշտ գիտեմ, հենց սարքավորման գյուտարարն էլ չէ, հայ է կարծես թե։ Այո, մենք այսօր ամբողջ աշխարհը այսօր կարողանում է օգտվել MRT-ի լայն հնարավորությունից, ի շնորհիվ մեր հայրենակցի Ռայմոնդ Դամադյանի, որը իրապես առաջինն էր, որը առաջարկեց օգտագործել MRT-ն հյուսվածքների վիզուալիզացիայի համար, սակայն անդադ Ռայմոնդ Դամադյանի մասին խոսելուց մենք ստվերում ենք թողնում մեկ այլ բավականին կարևոր եւ աշխարհահռչակ գիտնականի ռադիոլոգիայում էլի շատ մեծ դեր ունեցող գիտնականի մասին, դա Մայքլ Տեր-Պողոսյանն է, եւ ես ուզում եմ օգտվելով առիթից հիշատակել այս անունը եւ որպեսզի մեր հայ ժողովուրդը, հայ ազգը հիշի նաեւ Մայքլ Տեր-Պողոսյանին, որը հանդիսանում է պետ սկաների, պետ կատեի հիմնադիրը, համահիմնադիրներից մեկը, մարդ, որը առաջի անգամ առաջարկեց ստեղծել կարճատև իզոտոպներ եւ առաջարկեց այն կցել գլյուկոզային, դառնալով պետ ՀՇ-ի, հետո նաեւ պետ ՄՌՇ-ի հիմքը։ Այսինքն ես ձեզ ճիշտ հասկացա, տվյալ հետազոտությունը կատե MRT անցնելուց հետո է դրվում, այսինքն ինքը շատ ավելի ինֆորմատիվ է, քան MRT-ն կատեն։ Այո, այսօր ռադիոլոգիայի ամենավերին գագաթում, ամենավերին աստիճանում կանգնած է պետ կատեն եւ պետ MRT-ն նույն հարթության մեջ, որից հետո իր ինֆորմատիվությամբ նոր գալիս է MRT-ն եւ այսօր ռադիոլոգիայի ամենաինֆորմատիվ երկու մեթոդների հեղինակները մեր հայրենակիցներն են եւ մենք չպետք է այդ մասին մոռանանք ոչ ռադիոլոգներս, ոչ բժիշկներս եւ ոչ էլ հայ ժողովուրդը։ Բժշկուհի, ինչու են մարդիկ շատ հաճախ դիմում MRT-ի, քան ոչ օրինակ կատեի, ռենտգենի, արդյոք դրանք տարբերություն են տալիս, թե մեկը մյուսին լրացնում են եւ հաճախ են լինում դեպքեր, երբ մարդիկ այս հետազոտությունների նախընտրում են գնալ առանց նախապես բժշկի ցուցումի։ Սա ճիշտ է թե սխալ։ Նախ եկեք չհամաձայնեմ այն մտքի հետ, որ մարդիկ ավելի շատ դիմում են MRT-ի, քան կատեի ու ռենտգենին, բնավ, կատեն եւ ռենտգենը ունեն իրենց ուրույն դաշտը եւ երբեք չեն զիջում իրենց տեղը MRT-ին, կա սպეციფიկ հետազոտության դաշտ, մենք փոխ լրացնում ենք միմյանց եւ ոչ փոխարինում մեկ մեթոդը մյուսով, իսկ ինչ վերաբերվում է այո, երբ պացիենտը ինքն է դիմում MRT-ի, ես միշտ պայքարում եմ դրա դեմ, որովհետև
Ցավոք աշխարհը, գիտությունը, գիտնականները չեն կարողացել ստեղծել ավելի պայծառ, ավելի ինֆորմատիվ մեթոդ, քան կլինիցիստի կլինիկական մտածողությունն է, եւ սկսել հետազոտությունից դա միանշանակ սխալ է։ Այսինքն մենք մեր խնդիրներով, մեր ունեցած հարցերով պետք է դիմենք առաջինը բժշկի, եւ բժիշկն է, որ պետք է ուղղորդի մեզ հետազոտության։ Իսկ լինում են դեպքեր, երբ գան ձեզ մոտ արդեն հետազոտության համար եւ ձեր խորհուրդներից ու ուղղորդումներից հետո փոշմանեն, վերադառնան նախ բժշկի մոտ, ապա ըստ բժշկի ուղղորդման նոր որոշվի հետազոտության կարիքը։ Իհարկե, դա բավականին մեծ տոկոս է կազմում մեր աշխատանքի մեջ, բայց դա ճիշտ աշխատելավոճ է։ Այո, դրանք բազում դեպքեր են օրվա մեջ մի քանիսը։ Հիմնականում ինչ հետազոտություններն են ավելի շատ, որ հատվածների հետազոտություններն են այսօր ավելի շատ պահանջված։ Միանշանակ դա ողնաշարի հետազոտություններն են, իսկ ողնաշարի մեջ միանշանակ ավելի շատը դա գոտկասրբանային հատվածի հետազոտություններն են, եւ սրանք բնորոշ ամբողջ աշխարհում է այսպես, ոչ միայն մեզ մոտ, դրանք հիմնականում ողնաշարի դեգեներատիվ դիստրոֆիկ փոփոխությունների ախտորոշումն է եւ ճողվածքների ախտորոշումն է, որի համար մեզ հիմնականում դիմում են։ Կան հակացուցումներ MRT անցնելու։ Իհարկե։ Տարիքով, սեռով պայմանավորված, միգուցե երեխաներ, հղիներ։ Ոչ, երեխաները, հղիները չունեն որևէ հակացուցում MRT-ի համար, հակացուցում չի հանդիսանում նաև քանի անգամ եք դուք հետազոտվում, դուք դա լիմիտավորված չի, ինչքան որ անհրաժեշտ է, ինչքան որ ցուցված է, դուք կարող եք այդքան անգամ հետազոտվել։ Իսկ հակացուցումներից դրանք սրտի ռիթմավարներն են, դրանք մետաղական կոնստրուկցիաներն են մեր օրգանիզմում, MRT-ում թույլատրվող մետաղական կոնստրուկցիաներ են լինում եւ չթույլատրվող։ Այսինքն ազնիվ մետաղների պարագայում մենք իրավունք ունենք կատարելու MRT, իսկ ոչ ազնիվ մետաղներով կոնստրուկցիաները համարվում են հակացուցում MRT-ի համար։ Ինչ տեղի կունենա, եթե նման կոնստրուկցիայով պացիենտը մոտենա MRT-ին։ Մետաղը ձգվում է դեպի մագնիսը, հա, եւ իր բոլոր հետևանքներով, այսինքն ինքը կարող է լինել տեղաշարժ մետաղի մեր մարմնում եղած, հա, եւ երկրորդը դա բացի տեղաշարժվելուց նաեւ մետաղը մանգսական դաշտի ազդեցության տակ սկսում է տաքանալ։ Եվ իհարկե այն կարող է այրել կողքի հյուսվածքները։ Այսինքն սարքը ճառագայթներ չի արձակում, միայն խնդիրը մագնիսական ձգումն է։ Սարքը աշխատում է մանգսական դաշտով եւ բոլոր այն մետաղները, որոնք ոչ ազնիվ մետաղներ են հանդիսանում, իրենք ենթարկվում են մանգսական դաշտի ազդեցությանը եւ հետեւաբար չի թույլատրվում այդ մետաղներով գտնվել այն սենյակում, որտեղ դրված է ապարատը։ Շատ հաճախ նաև MRT-ի դեպքում պացիենտները հարցնում են, որ կոնտրաստով, թե առանց կոնտրաստ, ինչ է սա իրենից ներկայացնում, որ դեպքերում է նա կիրառվում, որ դեպքերում նա չի կիրառվում։ Ժողովուրդը շատ հաճախ օգտագործում է այս տերմինը գունավոր նյութով նայելու եք մեզ, իրականում գունավոր նյութ չի, իրականում դա նյութ է, որը ներարկվում է ներերակային, հիմնականում ներերակային եւ կուտակվում այն պաթոլոգիկ օջախի կողմից, որը հանդիսանում է մեր համար թիրախ։ Բարձրացնում է ինֆորմատիվությունը, տալիս է բազում հարցերի պատասխան, կիրառվում է բավականին հաճախ, հիմնականում ցրված սկլերոզի ժամանակ, նորագոյացությունների ժամանակ եւ ելի բազում այլ պաթոլոգիաների դեպքում։ Ինչ առանձնահատկություններ ունի այն ծառայությունը, որը դուք եք ղեկավարում, եւ թիմի առումով, եւ հագեցվածության տեսանկյունից, եւ հետազոտությունների բազմաշերտության տեսանկյունից։ Հետազոտությունները կարող եմ ասել, որ ծածկում ենք գրեթե ամբողջ սպեկտրը, ինչ որ այսօր անում է աշխարհը։ Ինչ վերաբերվում է թիմին, արդեն վաղուց ես հասկացել եմ, որ միանձնյա լուրջ հաջողություններ հնարավոր չի գրանցել եւ իրական թիմային աշխատանքն է, որ բերում է լուրջ հաջողությունների։ Մենք իրականում աշխատում ենք թիմով, բոլորս միասին, աշխատում ենք 24/7 ռեժիմով, մեր ծառայությունը հասանելի է
24/7 ռեժիմում աշխատում ենք նաև բավականին լուրջ գիտական աշխատություններ ենք այսօր անում, բավականին հետաքրքիր թեմաներ ունենք, որոնց վրա փորձում ենք գրել, կազմել մեր ուրույն, մեր սեփական կարծիքը եւ մեր թեկուզ եւ փոքր խոսքը ասել համաշխարհային ռադիոլոգիայի մեջ։ Շատ հաճախ նաև MRT հետազոտությունը անհանգստություն կամ վախեր կարող է առաջացնել մարդկանց մոտ, այ օրինակ ինձ մոտ, չգիտեմ ինչու, մի տեսակ տագնապ է այդ հետազոտությունը ինձ համար։ Ինչու է սա պայմանավորված կամ լինում են դեպքեր, երբ իսկապես պացիենտը գալիս է, հասնում է հետազոտության պահը եւ հրաժարվում է։ Իհարկե, առաջինը դա կլաուստրոֆոբիայով է պայմանավորված, բայց ես ուզում եմ հիշել դեպքեր, երբ պացիենտը ունի վախ նաև ձեր ասած պատասխանից, արդյունքներից եւ շատ պացիենտներ երբեմն ասում են ես վախենում եմ հետազոտվել, որ դուք հանկարծ ինչ-որ վատ բան ինձ չասեք, միանշանակ դա այդքան էլ ճիշտ ու գրագետ պատասխան չի, քանզի այսօր փառք Աստծո մեր բժշկությունը շատ ավելի զորեղ է, քան այն կար օրինակ 10 տարի առաջ եւ վաղ ախտորոշումը կարող է փրկել բազում կյանքեր, հետեւաբար հետազոտությունից վախել, արդյունքներից վախել միանշանակ պետք չի, կամ շատ հաճախ պացիենտները ասում են 2 բառ ասեք, որ գիշերը քնեմ, հետո վաղը մանրամասն կասեք, բայց 2 բառ հիմա մի բան ասեք, նոր ես հանգիստ գնամ։ Դա էլ մեծ հոգեբանական խնդիր է, բայց որը պետք է հաղթահարել։ Իսկ պատասխանները շուտ են տրամադրվում։ Պատասխանները այո, որպես կանոն 24 ժամվա ընթացքում տրամադրվում են, եթե դրանք emergency case-եր չեն, այսինքն եթե պացիենտը շտապ բուժօգնության կարիք չունի։ Իսկ շտապ բուժօգնության կարիք ունեցող պացիենտների պատասխանները տրամադրվում են այո անհապաղ։ Իսկ ինչպես են կանոնակարգվում հոսքերը։ Մարդիկ պետք է նախապես գրանցվեն, թե կարող են առանց գրանցվելու մոտենալ։ Ոչ, մարդիկ պետք է անպայման նախապես գրանցվեն, բայց մենք օրինակ հիմա աշխատում ենք նաև ստրոկ ծրագրով, երբ օրինակ սուր ինսուլտների ժամանակ, երբ մարդիկ ժամանակ չունեն գրանցվելու եւ պետք չի որ իրենք գրանցվեն, իրենց անհրաժեշտ է շտապ բուժօգնություն եւ շտապ բուժօգնության ժամանակ մենք իհարկե որևէ գրանցումներ չենք կատարում, այլ ցուցաբերում ենք շտապ բուժօգնություն, որի մեջ մտնում է նաև շտապ կարգով կատարված MRT-ները։ Այդ ձեր խոսքում նշեցիք, որ ներդրվում են սրտանոթային, թոքային հիվանդությունների հետ կապված MRT հետազոտություններ, գաստրոսկոպիային է, կարող եմ ասել, որ նաև խոսեցիք ստամոքսաղիքայինի հետ կապված, կարող եմ ես հասկանալ, որ MRT-ն կարող է լրացնել կամ փոխարինել օրինակ գաստրոսկոպիային։ Այսինքն այն քաղաքացիներին, ովքեր խուսափում են անցնել գաստրոսկոպիա կամ կոլոնոսկոպիա, կան MRT-ով միանգամից իմանան ինչ խնդիր կա։ Բնավ ոչ, որովհետև սրանք ես նորից ասեցի, մեկը մյուսին լրացնող մեթոդներ են եւ ոչ փոխարինող, հետեւաբար երբեք ինչքան էլ MRT-ն զարգանա, ես չեմ կարծում, որ կգա մի օր, որ MRT-ն կփոխարինի գաստրոսկոպիային կամ կոլոնոսկոպիային, իհարկե ոչ։ Բայց գոնե տեսանելիություն բավական մեծ տալիս է։ Տալիս է բավականին մեծ ինֆորմատիվություն է պարունակում, բայց դրանք միևնույն է տարբեր դաշտերում են։ Իսկ կան հստակ ցուցումներ մասնագետների կողմից, թե ինչպես պետք է պատրաստվել MRT հետազոտությանը։ Այո, եթե մենք հետազոտում ենք օրինակ կենտրոնական նյարդային համակարգը կամ հեննաշարժական համակարգը, որի մեջ մտնում է ողնաշարը, հոդերը, դրանք որևէ պատրաստություն չեն պահանջում, այսինքն դուք հենց հիմա կարող եք անցնել այդ հետազոտությունները։ Բայց եթե մենք խոսում ենք որովայնի խոռոչի օրգանների մասին, եթե մենք խոսում ենք փոքր կոնքի օրգանների մասին, այո, սրանք պահանջում են բավականին լուրջ նախապատրաստում, երբեմն այդ նախապատրաստումը սկսվում է հետազոտության նախորդ օրից։
Հետազոտությունը հասանելի է բոլոր խավերին մարդկանց, մատչելի է։ Այո, հետազոտությունը հասանելի է ինչպես պետպատվերով շահառուներին, որոնք էլի պետք է նշեմ, եթե օրինակ մի քանի տարի առաջ մեր պետպատվերի շահառուները ստիպված էին ամիսներով սպասել իրենց հերթին եւ դա ինչ որտեղ դառնում էր արդեն անիմաստ հետազոտություն, այսօր այո, բավականին կարճ սեղմ ժամկետներով մենք կարողանում ենք հերթագրել եւ հետազոտել պացիենտներին, ինչպես նաեւ սոցփաթեթի շահառուները, ապահովագրական ծառայություններից օգտվող պացիենտները եւ նաեւ վճարովի հիմունքներով հետազոտություններ նույնպես կատարում ենք մեր կլինիկայում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում երեկոյան ժամերին մենք ունենք նաև փոքրիկ զեղչեր։ Կան այլ ավելացումներ, որ պետք է իմանալ MRT ծառայության, MRT-ից օգտվելու կամ հետազոտությունների հետ կապված։ Մի նշանակեք ինքներդ ձեզ MRT, դիմեք նախ բուժող բժշկին, թաղամասային թերապևտին, նեղ մասնագետին եւ թող իրենք որոշեն ձեր հետազոտության մեթոդը, ձեր հետազոտության հատվածը եւ պետք չի հետազոտել ամբողջ ողնաշարը, որպեսզի գոտկային հատվածում հայտնաբերել ճողվածք, ընդամենը գրագետ նյարդաբանը ձեզ կարող է օգնել, որպեսզի դուք խուսափեք երկու անիմաստ հատվածների հետազոտությունից։ Ես հորդորում եմ բոլորին, որ մինչև MRT-ի հետազոտության գալը միանշանակ դիմեն բուժող բժշկին։ Շնորհակալ եմ շատ։ Ես հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի ՄՌՇ ծառայության ղեկավար Անուշ Մարալյանի հետ։ Հիշեք մեր բժշկուհու հորդորները եւ հետազոտվելուց առաջ անպայման խորհրդակցեք նախ եւ առաջ բժշկի հետ։ Ահա այսպիսինն էր այս շաբաթվա առողջարարը։ Շարունակեք հետևել մեզ, որ լինեք տեղեկացված եւ պաշտպանված։ Ցտեսություն։